Գավառ քաղաքը հարստացավ ևս մեկ պատմամշակութային հուշարձանով։ Քաղաքի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ բացվում է նոր Բայազետի հիմնադիրներ Մկրտիչ, Մարգար, Բարսեղ արծրունիների բրոնզաձույլ 2,70 մետր բարձրությամբ արձանախումբը։ Սա կարծում եմ, որ պատմական արդարության եւ պատմական իրողությունների հաստատման օր է։ Այսինքն ոչ միայն քանդակի բացումը, սա ընդհանրապես պատմությունը ընկալելու եւ ճիշտ հարաբերվելու պատմության հետ ճանապարհ է եւ ուղի։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ այս բերկրանքը այսօրվա կիսել նոր Բայազետի գավառի իմ հայրենակիցների հետ։ 1830 թվականին արծրունի եղբայրները կազմակերպում են Բայազետի շրջանի հայ բնակչության գաղթը Արևելյան Հայաստան։ Արձանախումբը ներկայացնում է այն պահը, երբ եղբայրները քարտեզի շուրջ խորհում են ապագա բնակավայրի մասին։ Արծրունիներից յուրաքանչյուրը կրում է մեկ խորհրդանիշ։ Մկրտիչ արծրունու ձեռքում լքված տան դռան պայտն է, որպես հիշողություն կորուսյալ հայրենիքի։ Մարգար արծրունին պահում է խաչը, հայացքն ուղղված է գավառի եկեղեցու գմբեթին, ներկայի նկատմամբ հավատով լի։ Բարսեղ արծրունին կրում է նոր Բայազետի քաղաքագլխի կրծքանշանը եւ նայում է ապագա քաղաքի տեղանքին։ Քանդակն մի միջոց է, մի գործիք է, ինչպես գրականությունը, թատրոնը եւ այլն, բոլոր տեսակները արվեստի, մշակույթի, դա էլ է ձև դաստիարակելու, սովորեցնելու երեխաներին, ապագա սերունդներին ինֆորմացիա փոխանցել։ Արծրունի եղբայրները շատ կարևոր գործ են արել, շատ կարևոր, մի ամբողջ քաղաք տեղափոխել, մի ամբողջ ժողովուրդ փրկել, նոր կյանք ստեղծել։ Արձանախումբը ստեղծվել է սուբվենցիոն ծրագրով։ Հուշարձանի համար պետությունն ու համայնքը համատեղ հատկացրել են 54 միլիոն 950 հազար դրամ։ Արձանախումբը ոչ միայն գավառցիների պատմության ու ինքնության վավերագիրն է, այլև քաղաքը օտարերկրյա այցելուների համար ավելի հրապուրիչ կդարձնի։ Զբոսաշրջիկներ բերելու եւս մեկ հրաշալի հնարավորություն է, որովհետեւ որքան քո տարածքը, համայնքը, քաղաքը հարուստ է պատմամշակութային կոթողներով, ժառանգությամբ, բնականաբար նաև այստեղ այցելուների քանակն է ավելանում, իսկ սրանով նաև մենք փորձել ենք նպաստել մեր տարածաշրջանում որոշակի տնտեսական զարգացման։ Արձանախմբի տարածքը ծառայելու է որպես պուրակ։ Համայնքի միջոցներով այստեղ իրականացվել են ծառատունկ եւ կանաչապատում, տեղադրվել են նստարաններ, անցկացվել է լուսավորության ցանց։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։